մի 2-3 օր մնացած որ արդեն սա բանան էին Երբ է զոհվել։ ոստում սպանվել է Սրխավենդի մոտ Որ օրը։ ոստում որ Տիգրան որ օրն է 23 թվականի հունիսի 28 իրար հետ է զոհվել իրար հետ Հունիսի 28 Չէ, Ղարաբաղում Հարաբաղից Ստեփանակերտից Չեսցի վրա շրջափակման ժամանակ էր Ծառայություն ունեին ինքը բան էր կես տարի ծառայել էր դրանից հետո պայմանագիր կնքեց 3 տարվա իր հետ ծառայության հետ կապված սերժանտական կոչում տվեցին գոհացանակներ ուներ ծառայում էր նպատակներ ուներ ահագին քաղաքացիական կյանքում ինչով պիտի զբաղվեր ֆիզիկապես կոփված էր սովորում էր Մեսրոպ Մաշտոցամասարանում ծրագրավորման բաժնում ուժեղ կամքի տեր էր Այդ օրը ծառայության էին հենց իրանց չասցի վրա մինամյոտով կրակեցին ու զոհվեցին էլ դից 19 տարեկան էին այո Դուք Արցախից եք։ այո Երեցին կտրվող Ղարաբաղից վերադառնանք քաղաքական տարբեր հոսանքների բախման կենտրոնայալի փաստորեն պիտի հանգամանքները գուցե ձևի դասավորեն որ ազատագրվի հետագայում առայժմ անպատրաստ են ինձ թվում 51 որ վերադառնանք։ ունենք որ սա կվերականգնվի սա մեծ պետությունների փաստորեն ձեռին սա ավելի շատ քան ձևի Որ հատվածում եք ապրել։ Ինչ Արցախ որտեղ եք ապրել։ Արցախ մենք Ստեփանակերտ ենք ապրել вообще ընդհանրապես Արցախում մեր բարեկամությունը սա Ստեփանակերտում էր ապրում բայց դե գյուղերի հետ ենք կապված կինս մանդավես գյուղից մանդագիս սահմանային գյուղերից տղաս գնաց Ստեփանակերտ բանից Երասլավել էր թե գնում եմ հայրենիքում ծրագրավորման աշխատանքները սա իրականացնեմ գնաց դեռ ահագին աշխատեց հետո ձևի ստացվեց որ սա թողեցին եկան Քիչ են կռվել, լավ չեն կռվել, ինչ կասեք այդպես ասողներին։ Միջև վերջան այնցիվի կռիվ էր, որ ինչքան շատ կռվեին, այնքան շատ զոհ էր, որովհետև դա ավելի շատ քաղաքական պատերազմ էր, ավելի շատ այնցիվ էր, որ մերոնցից բան չէր կախված, այն ձև էին խառնել Հայաստանը, որ այն ում ասում են դավաճան, ասկի նրանք էլ չեն դավաճանել, ավելի շատ համոզված են եղել, որ սա ինչ-որ դավադրություն է եղել։ Իսկ կռվելը բոլորն էլ պատրաստ էին, բոլորն էլ կռվել են ոչ մի Ես ինքս առաջի պատերազմի ժամանակ 77 տարեկան եմ հիմա առաջի պատերազմի ժամանակ Արցախյան սապյորնի
բատալոնում եմ ծառայել, վերջը այդ սուպեր սապոր չեմ, բայց ինչ Կարծում խաղաղություն կհաստատվի վերջո Ադրբեջանի հետ։ Հիմա շատ է խոսվում այդ մասին, նախաստորագրել են պայմանագիր։ Ինչ այդպես տպավորություն ունեք այդ խաղաղության օրակարգի։ Սոմա դե տարբեր բաներ կար, նայած ոնց է մեծ պետություններից է կախված, այս ուկրաինական պատերազմը նայած ոնց է վերջանում, նայած ոնց են վերջացնում, Թուրքիայի Ադրբեջանի հարաբերությունները, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, սա իրար հետ կապված հարցեր են էլի դրանք մենակ մեզանից չկախված որ Հայաստանը ինչա փոքր երկիր է թե ասես համախմբված չեն եղել, համախմբված են եղել, բայց վերջին ձևի Ալիևի հայտարարությունները ինչի մասին է խոսում։ Ալիևի հայտարարությունները։ Հայտարարությունը դե հիմա որ ասում է հետևի Թուրքիան կանգնած Ռուսաստանի հետ էլ աֆերիստի պես գիտի ում հետ ոնց է խոսում նրանց էլ են սիրաշահում հետո շատ թե ասես Ալիևը դե ոնց ասես հաղթողի դերը մայրին պահում, բայց ոչխարի պես խաղճում էին առաջիկ պատերազմի ժամանակ այդ նույն թուրքերը շատերը ասում են